Բարի լույս։ Հովելի մարգարեության 3-րդ գլխում հետևյալ պատգամն է տալիս Տեր Աստված Հովել մարգարեի միջոցով. Հայտարարեցեք ազգերին, մարտի ժամ նշանակեցեք, արթնացրեք պատերազմողներին, հավաքվեցեք եւ ելեք բոլոր ռազմիկներ, ձեր խոփերից սրեր կրեցեք եւ ձեր գերանդիներից գեղարդներ, տկարը թող խրախուսի ասելով, թե ես հզոր եմ, հավաքվեցեք եւ ներս մտեք, շրջակա բոլոր ազգեր, խմբվեցեք այստեղ, հանդարտ մարդն էլ պատերազմող թող դառնա, թող ելնեն ու գնան բոլոր ազգերը Հոսափատի ձորը, քանի որ այնտեղ պիտի նստեմ դատելու բոլոր ազգերին։ Սիրելիներ, պատերազմի կոչ է, մարտի ժամ նշանակեք եւ արթնացեք։ Գիտեք, քրիստոնյան միայն այն խեղճ ճակերտավոր, զսպված, խոնար անձը չէ, որ պետք է միշտ երևա մարդկանց աչքին։ Քրիստոնյան ռազմիկ է, քրիստոնյան մարտնչող է։ Եվ շատ դեպքերում քրիստոնյային պետք է նաև այս կերպարի մեջ պատկերացնել, որովհետև Տերն ինքը պատգամ է տալիս ասելով, որ մարտի ժամ դրեք, այսինքն պիտի կա կյանքում պահ, որտեղ դուք պիտի պատրաստ լինեք մարտնչելու, եւ այդ մարտը արդար մարդ պետք է լինի, որովհետև դադաստանի մարտն է սա։ Այսօր սիրելիներ, հոգևոր առումով հանգստյան ժամանակաշրջան չէ։ Հիմա սիրելիներ մարտնչելու ժամանակաշրջանը։ Յուրաքանչյուր մեկը ինքներդ ձեզ քնդեք, օրվա ընթացքում քանի անգամ եք փորձությունների միջով անցնում, քանի անգամ եք զգում, որ այստեղ պիտի ինչ-որ ձևով կտրուկ քայլերի դիմեիք, հոգևոր առումով, կամ ինքներդ ձեր կամքը զսպելու կամ կամքը դրսևորելու համար, կամ որևէ մեկին ճիշտ պատասխան տալու կամ արարք կատարելու համար։ Արդյոք սա մարտական չէ, մարտական է սիրելիներ։ Դրա համար Տերն ասում է, ես չեկա խաղաղություն բերելու։ Այս տրամաբանության մեջ մենք չենք կարող վերջնական խաղաղ լինել, քանի դեռ Աստծո հետ չենք միավորվել հավիտենության մեջ։ Ուրեմն սիրելիներս, մարտի ժամ նշանակել նշանակում է, թե արթուն լինել պատերազմելու համար։ Հոգևոր նախաճաշը այսօրվա այս պատգամի մեջ է, սիրելիներ։ Ամեն բան պիտի տնենք որպես զինվորներ եւ առաջին գիծը մեր հավատքի պահենք մարտի պատրաստ լինելով, որտեղ մեր զենքերը եւ մեր գործիքները մենք ունենք։ Մեր հավատքն է, մեր հույսն է, մեր սերը, մեր վահանն ու սաղավարտն է, որով մենք պիտի կարողանանք աներևույթ թշնամիներին դեմ կանգնենք։ Միաժամանակ նաեւ հասկանանք, որ այդ աներևույթ թշնամիներից զատ գոյություն ունեն թշնամիներ, որոնք մեզ մեր ամբողջականությանն են վնասում։ Նաեւ այստեղ պետք է մենք միշտ մարտական պատրաստակամություն ունենանք։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորիդ։ Աստված օրհնի ամենքիս։